Եթերում ABC Newsroom-ն է, ես Աննա Սարգսյանն եմ, բարի երեկո հարգելի հետևորդներ, կարևոր լուրերը նախ համառոտ։ Դիվանագիտական առաջընթաց, թե տնտեսական թակարդ, Թուրքիան բացում է շուկան, թե պատրաստվում է կուլ տալ հայկական արտադրությունը։ Դասարանից քարոզարշավ, Արագածոտնում ուսուցիչներին տարել են ՔՊ-ի հավաքին։ Զուգարանից ուղիղ դպրոցի բակ, երեխաները կոյուղաջրերի միջով են գնում դպրոց։ Մալաթիա Սեբաստիայում կեղտաջրերը լցվում են թե դպրոցի տարածք, թե բնակելի շենքեր։ Կրեմլում հետևում են Երևանի յուրաքանչյուր քայլին, Ուկրաինայում էլ այսպես սկսվեց, Մոսկվան նոր կոշտուղերձներ է հղում։ Երկկողմ լարված հարաբերությունների ֆոնին Թրամփը մեկնել է Պեկին։ Հայաստան-Թուրքիա հարաբերություններում արձանագրվում է նոր փուլ։ Անկարան հայտարարում է, որ ուղիղ առևտրի մեկնարկի նախապատրաստական աշխատանքներն ավարտված են։ Այսինքն նոր կարգավորման շնորհիվ այժմ հնարավոր է Թուրքիայից երրորդ երկիր եւ այնուհետև Հայաստան գնացող կամ նույն երթուղով Հայաստանից եկող ապրանքների վերջնական նպատակակետը կամ ծագման վայրը գրել որպես Հայաստան կամ Թուրքիա։ Հայաստանը սա ներկայացնում է որպես դրական առաջընթաց հարաբերությունների կարգավորման մեջ, բայց գործընթացը, որը ներկայացվում է որպես տնտեսական բացում, իրականում նոր հարցեր է առաջ բերում, թե որքանով է Հայաստանը պատրաստ այս շուկային եւ ով է առավել շահելու այս խաղում։ Ով կհաղթի բացվող շուկայից սպառողը, թե թուրքական կապիտալը, Անիա Բաղյանն է ներկայացնում։ Հայաստանի եւ Թուրքիայի միջև սահմանը փակ է, դիվանագիտական հարաբերություններ չկան, բայց առևտրի դուռը բացում են։ Այս փսփսոցից մեկ օր անց միայն գրեցին welcome-ի տեքստը։ Ողջունում ենք Հայաստանի Հանրապետության հետ երկկողմ առևտուր իրականացնելու արգելքների վերացման վերաբերյալ Թուրքիայի որոշումը, որը Հայաստանի եւ Թուրքիայի հարաբերությունների կարգավորման գործընթացի հերթական արդյունքն է։ Հայկական շուկայի համար թուրքական ապրանքները նորություն չեն։ Տարիներ շարունակ դրանք տարբեր ուղիներով հասել են Հայաստան։ Սակայն հիմա սահմանափակումները պաշտոնապես թուլացնելով եւ լրացուցիչ զսպող մեխանիզմները չունենալով մրցակցության անհավասար պայմաններ են ստեղծում հայ արտադրողների համար։ Հարութ Առաքելյանն է մանրամասնում։ Այս նախընտրական շրջանում սպասելի էր նման քայլ Թուրքիայի կողմից ու դա երբ փաստագրված չի դեռ պայմանագրեր մենք չունենք, երաշխիքներ չկան, թե տնտեսական, թե քաղաքական, դա հիմնականում տնտեսական էքսպանսիա է Հայաստանի հանդեպ, Հայաստանի դեմ, որտեղ մեր փոքր արտադրությունը, որ այս պահին ունենք, թե գյուղատնտեսական ոլորտում եւ թե ասենք այլ ոլորտներում, հիմնականում խոցելի են դառնալու թուրքական էժան ապրանքի մուտքի պատճառով։ Խաղաղության քողի տակ Անկարան գործարկում է կապիտալի զենքը եւ պատահական չէ ընտրված ժամանակահատվածը, նկատում է Հարութ Առաքելյանը։ Ինչու 8 տարվա ընթացքում հենց հիմա ընտրությունից հաշված օրեր առաջ են նման համաձայնության գալիս։ Թուրքիայի արտգործնախարարությունը այսպես է մեկնաբանում։ Նոր ներդրված կարգավորումների շնորհիվ հնարավոր է դարձել Թուրքիայից Հայաստան երրորդ երկրով կամ նույն երթուղով ժամանող ապրանքները որպես վերջնական նպատակակետ կամ ծագման վայր նշել Հայաստանը, Թուրքիան։ Թուրքիան նախընտրական փուլում նվեր է անում Նիկոլ Փաշինյանին, ընդգծում է Առաքելյանը։ Հայ ազգային կոնգրեսի վարչապետի թեկնածու Լևոն Զուրաբյանը եւս կասկած չունի։ Եթե մենք գնում ենք դեպի խաղաղություն, ավելի ճիշտ, եթե մենք հավատանք Նիկոլ Փաշինյանին եւ Իլհամ Ալիևին, այդ խաղաղությունը այլևս հաստատված է։ Ու եթե հաստատված է, ինչու Թուրքիան ուղղակի չի բացում իր սահմանները Հայաստանի հետ։ Ակնհայտ է, որ այս խորհրդանշական այս քայլը ընդհանրապես կառուցված է մի նպատակով, որ նախընտրական մի իմպուլս ուղարկեն, որով ցուցադրեն իրենց աջակցությունը
Նիկոլ Փաշինյանին։ Հարութ Առաքելյանի խոսքով Թուրքիան վերացնում է առևտրի արգելքը, բայց պահպանում է սահմանից ցամաքային եւ դիվանագիտական բլոկադան, ապացուցելով, որ նպատակը ոչ թե քաղաքական բարիդրացիությունն է, այլ զուտ ապրանքային էքսպանսիան եւ փող աշխատելը։ Բայց Անկարան այսպիսով ավելի ընդգրկուն հարց է լուծում։ Երբ տարածաշրջանում անվտանգային վակուում է տեղի ունենում, սա դարավոր այսպես է եղել Հարավային Կովկասը։ Հիմնականում Հարավային Կովկասը 3 գերտերությունների մրցակցության դաշտն է։ Իրանի, ժամանակի Օսմանյան կայսրության կամ Բյուզանդյան կայսրության եւ արդեն հետո Ռուսաստանի։ Հիմա Իրանը զբաղված է իր խնդիրներով, Ռուսաստանը իր խնդիրներով, որոնք երկուսն էլ առաջացել են Ամերիկայի Միացյալ Նահանգների դրդմամբ։ Հետևաբար մնում է տարածաշրջանում Թուրքիան, որը այս վակուումը պիտի լրացնի։ Եվ որովհետև Թուրքիան նաև պետք է Միացյալ Նահանգներին միջին միջանցքը վերջնականապես գործարկելու համար։ Բարձրացրած խնդիրները հաշվի առնելով զրուցակիցներս նշում են, հարևան պետության հետ չեն կարող շարունակ փակ սահմաններով ապրել, բայց կան կարևոր ու զսպող մեխանիզմներ, որ պաշտոնական Երևանը պետք է ձեռնարկի։ Այն պահից, երբ որ Հայաստանի Հանրապետության ազգային ժողովը կգնահատի աշխատելով արտգործնախարարության եւ ազգային անվտանգության ծառայության միասին, որ տվյալ երկիրը այլևս չունի համակարգային հայատյաց քարոզչություն, հետեւաբար չի կարող ունենա ինչ որ չարամիտ գաղտնի պլաններ կապված երկրի կլանման, չգիտեմ, տնտեսական ագրեսիայի կամ այլ տեսակի ագրեսիաների առումով այդ երկրի մասին, այդ երկիրը սովորական երկրի կարգավիճակից կբարձրացվի բարեկամական երկրի կարգավիճակի։ Գործող իշխանությունը այդ քայլերը չի կատարելու, նշում է Լևոն Զուրաբյանը։ Իսկ Հայաստանի պետական ինստիտուտները ունեն բավարար կամք դիմագրավելու թուրքական էժան կապիտալի կենտրոնացված եւ ագրեսիվ ալիքին, թե Վրաստանի օրինակին հետևելով նախ կուլ կգնան, հետո կփորձեն վերականգնման, զսպման մեխանիզմներ կիրառել։ Անի Աբաղյան, Տարոն Ղանդիլյան, Աշոտ Բարբարյան, ABC Media։ Այո, հարևան Վրաստանն արդեն անցել է այդ փորձարկման միջով, բացելով շուկան արտաքին ներդրողների, մասնավորապես Թուրքիայի համար։ Փորձագետները նշում են, որ այդ փորձը կարող է կարևոր դաս լինել նաև Հայաստանի համար, հասկանալու թե ինչպես է տնտեսությունը փոխվում արտաքին ազդեցությունների պայմաններում եւ ինչ մեխանիզմներով կարելի է պահել հավասարակշռությունը։ Վրաստանը կիսով չափ փակում է տնտեսության դռները Թուրքիայի առջև, մինչդեռ 2004-ից 2006 թվականներից վրացական շուկան գրկաբաց ընդունում էր թուրքական կապիտալը։ Սաակաշվիլին ուզում էր Բաթումը Դուբայ դարձնել, բայց դարձավ Թուրքիայի Սևծովյան քաղաքների պես։ Սաակաշվիլիի որոշմամբ արտասահմանցի ներդրողների համար սահմանվեց ազատ ռեժիմ, նվազեցին հարկերը, արագացան շինթույլտվությունները։ Բաց դռնով առաջինը մտավ Թուրքիան։ Թուրք գործարարները սկսեցին կառուցել հյուրանոցներ, սրճարաններ, անգամ հեռահաղորդակցման միջոցներ ձեռք բերեցին։ Բաթումում թուրքական կապիտալը նկատելի է հատկապես հյուրանոցային բիզնեսում։ Ամենախոշորներին վերագրվում է թուրքական ներդրումների ազդեցությունը ներառյալ Grand Rixos Palace-ին, որն արդեն հիշեցնում է թուրքական Rixos հյուրանոցային ցանցը։ Թուրքիան Վրաստանում դիրքերն ամրապնդել է նաև GeoCell-ի միջոցով։ Վրաստանի GSM բջջային հեռահաղորդակցության համաշխարհային համակարգի առաջին օպերատորներից էր Թուրքիան։ Այսօր արդեն օպերատորն անցել է վրացական Silknet-ին։ Վրաստանը ամբողջովին որոշակի տարածաշրջաններում, հատկապես Աջարիա եւ Հայաստանի հյուսիսային հատվածի մասում մենք տեսանք թուրքական ներդրումների եւ բնակչության աճ, որովհետև շատ հաճախ այդ ընկերությունները, որոնք այնտեղ ինչ-որ շինարարական կամ այլ աշխատանքների անվան տակ իբրև թե ներդրում էին անում, աշխատուժը բերում էին Թուրքիայից եւ իրենք այդտեղ արդեն բնակեցվում են։ Այսինքն մենք տեսանք հստակ քաղաքականությամբ իրականացվող ժողովրդագրական պատկերի փոփոխման։ Բաթումում արդեն իսկ վերահսկողության տակ են արտասահմանյան ներդրումներով շինթույլտվությունները։ Թբիլիսին թուրքականի փոխարեն փորձում է երկիր բերել եվրոպական, ամերիկյան, չինական ներդրումներ։ Վրաստանը ոչ միայն դիվերսիֆիկացնում է շուկան, այլև զսպում Թուրքիային։ Անի Աբաղյան, Գեղամ Ղազարյան, ABC Media։
Այս համատեքստում ուշադրության կենտրոնում են նաև Հայաստանում ընթացող նոր ենթակառուցվածքային և տարածաշրջանային նախագծերը։ Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը ընդունել է Հայաստան այցելած ամերիկյան ընկերության թիմին, որը սկսել է TRIP նախագծի տեղանքի հետազոտական աշխատանքները։ Ընկերությունը ներկայացրել է տեխնիկա-տնտեսական գնահատման հիմնական ուղղությունները և սպասվող արդյունքները։ Զուգահեռ խաղաղության խաչմերուկ նախաձեռնությանը նվիրված քննարկում է տեղի ունեցել միջազգային մի քանի գործընկերների մասնակցությամբ։ Քննարկել են խաղաղության խաչմերուկ նախաձեռնության իրականացման արդյունքում Հայաստանի և ամբողջ տարածաշրջանի համար բացվող հնարավորությունները։ Լոնդոնում հանդիպել են հայ և ադրբեջանցի փորձագետներ, քննարկման առանցքում եղել են խաղաղության գործընթացի ներկափուլը, հնարավոր ռիսկերն ու զարգացման հեռանկարները։ Խաղաղության կամուրջ նախաձեռնության համակարգող Արեգ Քոչինյանը նշել է, որ հանդիպումների ընթացքում շեշտել են տարածաշրջանային զարգացումների վերլուծության և երկխոսության շարունակականության կարևորությունը։ Միաժամանակ հետաքրքիր տվյալներ են հրապարակվել Հայաստանի զբոսաշրջային հոսքերի վերաբերյալ։ Փաստինֆոն գրում է, որ այս տարվա առաջին 3 ամիսներին Հայաստան որպես զբոսաշրջիկ այցելել է 10 ադրբեջանցի։ Ընդ որում, ըստ պաշտոնական վիճակագրության, նրանք երկրում մնացել են միջինը 38 օր։ Թե ովքեր են եղել այդ այցելուները և ինչ ծրագրի շրջանակում են գտնվել Հայաստանում, պաշտոնական պարզաբանում չկա։ Իսկ Երևանում եվրոպացի առաջնորդների մասնակցության միջոցառումից հետո հայ-ռուսական հարաբերությունների շուրջ ձևավորվել է նոր քաղաքական դինամիկա, ուղեկցված տարբեր միջազգային արձագանքներով։ Ռուսական կողմի արձագանքներում նկատվում են զգուշացումներ և քաղաքական ենթատեքստ ունեցող հայտարարություններ, և դրանց ուղեկցող քաղաքական զուգահեռները նոր լարված ֆոն են ստեղծում հայ-ռուսական հարաբերություններում։ Քննարկման կենտրոնում կրկին Հայաստանի արտաքին քաղաքական ընտրությունն է։ Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը հայտարարել է, թե Ուկրաինայում էլ ամեն ինչ հենց այսպես էր սկսվում, ակնարկելով, որ Հայաստանի ներկայիս արտաքին քաղաքական ընթացքը կարող է նույն սցենարին հանգեցնել։ Քաղաքական հայտարարություններ, կոշտ արձագանքներ և վտանգավոր զուգահեռներ։ Երևանում եվրոպացի առաջնորդների մասնակցության միջոցառումից հետո հայ-ռուսական հարաբերություններում նոր լարվածության նշաններ են ի հայտ գալիս։ Ռուսաստանին դուր չի եկել հատկապես Զելենսկիի ներկայությունը և ելույթը Հայաստանում։ Զելենսկիի ելույթից հետո Ռուսաստանի Դաշնության Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը հայտարարեց. Ուկրաինայում էլ ամեն ինչ հենց այսպես էր սկսվում, ակնարկելով, որ Հայաստանի ներկայիս արտաքին քաղաքական ընթացքը կարող է նույն սցենարին հանգեցնել։ Այսինքն դրանով ուզում են ասել, որ իրենց համար կարևոր է լինելու ժողովրդի կարծիքը եւ իշխանության ներկայացուցիչների ասածը իրենք չեն նույնականացնում ժողովրդի ցանկությանը։ Եվ մինչ Մոսկվան խոսում է հայ-ռուսական հարաբերություններում հնարավոր նոր լարվածության մասին, պաշտոնական Երևանը շարունակում է հայտարարել, որ Ռուսաստանի հետ հարաբերությունները խզելու մտադրություն չունի, միաժամանակ խորացնելով գործակցությունը արևմտյան հարթակներում, մնալով վտանգավոր խաղի մեջ։ Միջազգայնագետ Գրիգոր Բալասանյանի խոսքով Մոսկվայից հնչող հայտարարությունները հերթական զգուշացումն են, և Ռուսաստանը հետևում է, որքան հեռու կարող է գնալ Հայաստանի ներկայիս քաղաքական կուրսը։ Կհետևեն, թե չեն հետևի այդ խորհրդին, դա արդեն կապված է բացարձակապես իշխանության դիրքորոշումից եւ նրանց որդեգրած քաղաքականությունից։ Քաղաքագետ Արա Պողոսյանի գնահատմամբ Հայաստանի եւ Ուկրաինայի միջև ուղիղ զուգահեռներ անցկացնելը սխալ է։ Նրա խոսքով Ուկրաինան Ռուսաստանի համար ունեցել է բոլորովին այլ ռազմավարական նշանակություն, իսկ այնտեղ տեղի ունեցած զարգացումները ձևավորվել են այլ քաղաքական եւ անվտանգային պայմաններում։ Ակնհայտ է, որ սա ուղերձ է մի կողմից Հայաստանի իշխանություններին, մյուս կողմից Հայաստանի ժողովրդին իր ընտրությունը կատարելու համար։ Եթե իշխանությունների պարագայում փորձ է իշխանություններին որոշակիորեն, այսպես ասենք, զսպել հակառուսական քաղաքականության մեջ, ապա ժողովրդի պարագայում փորձ է ցույց տալ, թե ինչպիսի հանգուցալուծում կարող է ունենալ իրավիճակը։ Վոլոդինի հայտարարությունները հնչում են այն ֆոնին, երբ Ռուսաստանից ավելի հաճախ են ակնարկում Հայաստանի վերջնական կողմնորոշման հարցի մասին։ Մասնավորապես քննարկման առարկա է դարձել ԵՄ թե ԵԱՏՄ ընտրությունը հանրաքվեով որոշելու գաղափարը։ Բացարձակապես կարևոր չի, թե դրանք ինչպիսի խորքային զուգահեռներ ունեն երկու դեպքերը, ուկրաինական եւ հայկական, եւ արդյոք դրանք իրականանալի են թե ոչ։ Այս երկու դեպքերը ես կարծում եմ, թե պետք
հետ բնականաբար նաև Ռուսաստանում հասկանում որ այս սցենարով հնարավոր չէ եւ այսպես ասենք խորքային զուգահեռներ չկան, բայց առնվազն քարոզչական հարթության մեջ, դրանպես քաղաքական հարթության մեջ ես կարծում եմ կարող է սա արդյունավետ լինել եւ կարծում եմ սա է նաեւ պատճառներից մեկը, որ հատկապես հիմա այս հայտարարությունները հնչում են։ Ուշագրավ է նաև, որ Զելենսկիի Երևանում հնչեցրած հայտարարությունները Հայաստանում գրեթե առանց արձագանքի ընդունվեցին։ Ռուսաստանին աջակցող կամ նրա դիրքորոշումը պաշտպանող որևէ հստակ քաղաքական արձագանք չհնչեց, որի համար կարծես թե Նիկոլ Փաշինյանը չի զղջում։ Այն ինչ որ տեղի ունենում Հայաստանում, ես կարծում եմ խորքային առումով աղերս չունի ուկրաինական սցենարի հետ, հատկապես որ Հայաստանում տեղի ունեցող մի գլխավորապես արտաքին քաղաքական կամ գեոպոլիտիկ նշանակություն եւ չկան ներքին ենթախորքեր։ Թե որքան հեռու կարող է գնալ Երևանը, առանց ավելի կոշտ ռուսական հակազդեցության բախվելու մեծապես կախված կլինի Հայաստանի հետագա արտաքին քաղաքական ընտրությունից։ Բազմակողմ հարթակ է եւ բազմակողմ հարթակում մարդու արտահայտումն է։ Եղել է նաեւ որ ներկայացամ նաեւ Ռուսաստանի Դաշնության նախագահը հայտարարություններ արել տարբեր երկրների վերաբերյալ, ես չեմ հիշում որ Ռուսաստանի Դաշնությունը ինձ ակնկալ է, որ ես արձագանքի հայտարարություն։ Փորձագետների գնահատմամբ Մոսկվայում սա անցալվում է ոչ թե որպես պատահական դիվանագիտական դրվագ, այլ որպես քաղաքական ուղերձ։ Մի բան սակայն արդեն ակնհայտ է. տարածաշրջանային լարվածության եւ մեծ տերությունների դիմակայության պայմաններում Հայաստանի յուրաքանչյուր քայլ այսօր դիտարկվում է ոչ միայն որպես ներքին քաղաքական որոշում, այլ նաեւ որպես աշխարհաքաղաքական ազդակ։ Անահիտ Սարգսյան, Գեղամ Ղազարյան, ABC Media։ Ծիրանի եւ ջերմուկ հանքային ջրի Ռուսաստան արտահանման վերաբերյալ խնդիրներ չեն լինի։ Ապարանում նախընտրական քարոզարշավի ժամանակ լրագրողներին վստահեցրել է էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։ Նույնը կարելի ասել ջերմուկ հանքային ջրի արտահանման մասին։ Արգելքը վերաբերում է մի քանի խմբականակի, բայց սա Հայաստանից Ռուսաստան արտահանման մի փոքր մասն է միայն, ասել է նախարարը։ Միևնույն ժամանակ քարոզարշավը հարթ չի ընթանում, վարչական ռեսուրսի կիրառման վերաբերյալ ահազանգերը վերջին օրերին ավելանում են։ Քաղաքական պայքարը կարծես արդեն հասել է նաև դպրոցներ։ Արագածոտնում դասերը դադարեցրել են, ուսուցիչներին ու աշակերտներին տեղափոխել քաղաքացիական պայմանագրի քարոզարշավի։ ԿԳՄՍ նախարարությունը քննություն է խոստանում, իսկ ուսուցիչները չեն հերքում։ Դասապրոցեսն իսկապես կիսատ են թողել եւ համայնքապետարանի տրամադրած ավտոբուսներով գնացել քարոզարշավի։ Դասարաններից քարոզարշավ Արագածոտնի մարզում դպրոցները հայտնվել են քաղաքական սկանդալի կենտրոնում։ Ահազանգերի համաձայն մի շարք դպրոցներում դասերը կրճատվել են, իսկ ուսուցիչներին ու աշակերտներին կազմակերպված տեղափոխել են քաղաքացիական պայմանագիր կուսակցության նախընտրական հանդիպումներին մասնակցելու։ Վերջին շաբաթներին կրթական հաստատությունները քաղաքական գործընթացների մեջ ներգրավելու մասին ահազանգերը բազմապատկվել են։ Թեմային անդրադարձել է նաև ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, հայտարարելով, որ արդեն 3 դեպքի վերաբերյալ տեղեկություններ են ստացել։ Ստացել ենք 3 ահազանգ ուսումնական հաստատություններում, դպրոցներում եւ բուհերում քաղաքական գործունեության, քարոզչության կամ հակաքարոզի մասին։ 3 ահազանգն էլ վաղը կուղարկվեն դատախազություն։ Նմանատիպ խնդիրներ նկատելու դեպքում խնդրում եմ գրել ինձ կամ նախարարության էլեկտրոնային փոստին։ Կրթական հաստատությունները կրթության համար են, ով չի հասկացել, կհասկացնենք։ Լրատվամիջոցները ֆիքսել են ինչպես են ուսուցիչներին խմբերով տեղափոխում հանրահավաքի վայր։ Մասնակից ուսուցիչներն էլ չեն հերքել, դասերն ավարտին չեն հասցրել ու եկել են քարոզարշավի։ Երեմիկ Դեմիրճյանի անվան տիպ 1 գշտակրատ դեպքում։ Ապարանինն է թե։ Հա, ապարանի տարածաշրջանը։ Որ բնակավայրի։ Արագած գյուղի։ Երբ են տեղեկացրել, որ հավաք է լինելու եւ պետք է գաք։ Մենք գիտեինք շատ վաղուց գիտեինք, որ 13-ին լինելու է ապարանը։ Հիմա դպրոցը արձակուրդում է, դուք արձակուրդում եք։ Չէ, մենք հարմարացրել ենք մեր ժամերը, եկել ենք։ Դասապրոցեսները կիսատ ենք թողել, եկել ենք մեր արևին դիմավորելու, ասել է նույն մարզի մեկ այլ դպրոցի ուսուցչուհին։ Մեր հավադարի մարդուն, որ շատ բան է արել ես համար, շատ շնորհակալություն, Աստված տայրան երկար։ Դուք դպրոցում որպես
Որ առարկա է։ Այդ ձեր գոլեգաները ասացին այսօր մի փոքր կարճ են արել, կես ժամ են դասարել, որ դուք էլ եք կարճ արել։ Այո։ Բայց հիմա կասեմ, որ դա խախտում է, դասի ժամին եկել եք։ Չենք կարա մեր վարչապետին չկանք դիմավորենք, դրա համար մենք կրճատեցինք ժամերը։ Բոլոր ուսուցիչներով եք։ Այո, Հանուն Փաշինյանը։ Ուսուցչուհու խոսքով տնօրինությունը դեմ չի եղել, ավելին մասնակցությունը նախապես կազմակերպվել է, իսկ համայնքապետարանը նույնիսկ տրանսպորտ է տրամադրել։ Դե եթե մենք վարչապետին որ գալուց ենք դիմավորելու ու իրենք մեզ պետք է պատասխանատվության ենթարկել, թող երեխաները ուսում են, ուզում են։ Ոչ, ինձ չի խանգարել, ուսումի համար մեծ բան է արել վարչապետը մեզ։ Նիկոլ Փաշինյանը չի արձագանքել հարցին, թե նորմալ է համարում դասապրոցեսները խանգարել ու քարոզարշավի բերել ուսուցչական անձնակազմին։ Պարոն Փաշինյան, նորմալ է, որ դասի ժամին ուսուցիչները, աշակերտները եկել են քարոզարշավի։ Մի վարք են կներեք։ Փոխարենն արձագանքել է կրթության նախարարությունը։ Գերատեսչությունը հայտարարեց Արագածոտնում արձանագրված դեպքերով քննություն է սկսվելու։ Այսօր մայիսի 13-ին Ապարան քաղաքում Արագած եւ Քուչակ գյուղերի ուսումնական հաստատությունների մի շարք ուսուցիչներ եւ աշակերտներ աշխատանքային ժամերին մասնակցել են քաղաքական քարոզարշավի։ Նախարարությունը կնախաձեռնի առանձին քննություն, պարզելու դեպքի մանրամասները եւ կիրառելու օրենքով սահմանված հետևանքները համապատասխան լիազոր մարմնի հետ համատեղ։ Բոլոր ահազանգերը նախարարությունը համապատասխան ընթացակարգով ուղարկում է նաեւ իրավապահ մարմիններին քննություն իրականացնելու նպատակով։ Մասնագետները տեղի ունեցածը վարչական ռեսուրսի կիրառման հերթական օրինակն են համարում։ Սա իսկապես վարչական ռեսուրսի օգտագործում է, կարելի է ասել չարաշահում է, շատ կոպիտ ձևով ոտնահարելով մեր երեխաների եւ ընդհանրապես մեր հասարակության կրթության իրավունքը։ Նման բան ուղղակի չի թույլատրվում եւ այն մարդիկ, որոնք ներգրավված են այս ճակերտներում, ասենք, հանցագործության մեջ, պետք է պատժվեն։ Իշխող ուժի պատգամավոր Ռուստամ Բաքոյանն էլ պնդել է, առաջին անգամ է լսում, թե ուսուցիչները դասաժամերը կիսատ են թողել ու մասնակցել իրենց քարոզարշավին։ Ես չգիտեմ դուք ինչ տվյալների մասին եք խոսում, հետևաբար կամ այս բան արդեն նյուզեն շատ լավ, երբ ծանոթանամ այդ ժամանակ կարող եմ դրա մասին կոմենտ տալ, բայց հաջորդ բնակավայրում արդեն չէ, ներեցեք, ոչ հաջորդ բնակավայրում, որովհետև մենք մեր քարոզարշավն ենք անում, բայց խիստ արգելված է եւ վարչական ռեսուրս որևէ անգամ չի կիրառվել եւ չի կիրառվելու։ Ականատես դիտորդական առաքելությունն է անդրադարձել միջադեպին։ Առաքելությունը պարզել է, ով է կազմակերպել ուսուցիչների ու աշակերտների մոբիլիզացիան։ Առաքելության դիտորդները փաստել են, որ երեխաների եւ աշխատակիցների հավաքագրման կազմակերպիչը եղել է Արագածոտնի մարզպետի տեղակալ Էդգար Փարվանյանը։ Վերջինս տեղում ակտիվորեն համակարգել է մարդկանց տեղաշարժը, անձամբ դիմավորել է երեխաներին, նրանց բաժանել քարոզչական բնույթի դրոշներ եւ հստակ հրահանգներ տվել ներկաներին, թե ով որտեղ պետք է տեղակայվի միջոցառման ընթացքում։ Առաքելությունն արձանագրել է նաեւ մասնավոր հատվածի աշխատակիցների, մասնավորապես Գնթունիք ընկերության անձնակազմի կազմակերպված ներկայությունը քաղաքական միջոցառմանը։ Ընդ որում, խոսքը միայն դպրոցների մասին չէ։ Քարոզարշավին մասնակցել են նաև համայնքապետարանների, մարզպետարանի եւ մշակույթի կենտրոնների աշխատակիցները։ Սեդա Մակարյան, Նոնա Գևորգյան, ABC Media։ Քաղաքական օրակարգից դուրս Երևանի մի շարք թաղամասերում խնդիրները մնում են անլուծելի։ Երևանում կան թաղամասեր, որտեղ մարդիկ ամեն օր ոչ թե անձրևաջրերի, այլ կոյուղու հոսքերն են շրջանցում։ Իսկ ամենավտանգավորն այն է, որ այս ամենի կողքով դպրոց են գնում երեխաները։ Երևանի Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանում տարիներով շարունակվող կոյուղու խնդիրը վերածվել է իրական վտանգի։ Դպրոցի բակում կոյուղաջրերի լիճ է գոյանում, շենքերի նկուղները լցվում են գարշահոտ ջրերով, իսկ բնակիչները պնդում են, որ պատասխանատուները միայն իրար վրա են բարդում մեղքը։ Խնդրի հետքերով գնացել է Սեդա Կյուրեղյանը։ Ցեղ, կոյուղաջուր, գարշահոտություն։ Մալաթիա Սեբաստիայի 179 հիմնական դպրոցի բակն է։ Տարիներ շարունակ այստեղ կուտակվում է դիմացի շենքերի կոյուղատարների պարունակությունը։ Վերևից ջրվեժի նման հոսելով կոյուղաջրերի վերջին կանգառը դառնում է դպրոցի բակը։ Աշակերտներն ու տարածքով անցնող մարդիկ տարբերակներ են փնտրում գոյացած կեղտաջրի լիճը շրջանցելու համար։
Դպրոցի վարչատնտեսական մասի համակարգողն ասում է, դիմել են քաղաքապետարանից մինչև Վեոլիա ջուր։ Տարիներ ի վեր կրկնվող խնդիրը միայն ժամանակավոր լուծում է ստանում՝ մի քանի ամսով։ 2-3 ամիսը մեկ լցվում է, որովհետև ամբողջ թաղամասի երևի շենքերի գոյուղաջրերը անցնում է դպրոցի տարածքով։ Ջուրը կուտակվելուց հետո պարբերաբար քաղաքապետարանը աշխատակիցներ է ուղարկում, մաքրում տարածքը։ Մաքրող աշխատակիցները կոյուղուց հանել են զուգագուլպաներ, անգամ դանակ եւ պատառաքաղ, ասում է դպրոցի նախկին տնտեսվարը։ Հարակից ավտոտնակի տակ եղած կոյուղատարի վերջին վթարն էլ ավելի է բարդացրել վիճակը, բայց խնդիրը նոր չէ։ Դպրոցի փոսի մեջ է գտնվում։ Շենքերից գալիս այդ կանալիզացիան միանում է դպրոցի կանալիզացիային մեր այստեղից։ Նայեք, այս մեր զուգարաններն են։ Մեկը սա է, ստից գնում է միանում այդ կենտրոնականին, հետո թեքվում է դեպի աջ, որ հեռանում է ջրահեռացման գծերը։ Բայց հիմա այդ շենքերից որ գալիս է լցվում է ամբողջ դիտավորները այս վիճակում։ Մինչ կոյուղաջրերը շարունակում էին հոսել ու լցվել բակ, այստեղ էին քաղաքապետարանի կողմից ուղարկված հերթական աշխատակիցները։ Դիտահորերն էին բացում։ Իսկ խնդրի երկարաժամկետ լուծումը ավտոտնակի քանդելու եւ դրա տակ եղած խողովակները վերանորոգելու տարբերակն է։ 3-ից 4 տարի անց է միայն քաղաքապետարանի կողմից նման որոշում կայացվել։ Գարաժն է վթարային գարաժը, մամետ ավտոտնակի քանդվի այդ վթարային, ամեն իրատակով արդեն այդ գծերի հիմնավորումը կկատարվի։ Ավտոտնակը կքանդվի մայիսի 14-ին եւ հենց նույն օրն էլ կսկսվեն աշխատանքները, ասաց թաղապետը։ Բայց դպրոցի տարածքը միակ խնդրահարույց հատվածը չէր այս թաղամասում։ Գրեթե բոլոր շենքերի նկուղները լցված են կոյուղաջրերով, իսկ որոնք հասցրել էին չորանալ, հատակին կուտակված է կոյուղաջրերի պարունակությունը։ Բնակիչները բողոքում են, ամեն ամիս պարտաճանաչ վճարում են պահանջվող հարկերն ու մուծումները, բայց գոնե մեկ անգամ չեն տեսել, գան նորոգ են խողովակները։ Արդյունքը ամեն խցանումից հետո կոյուղաջրերը կամ լցվում են նկուղ, կամ դուրս գալուց են ամբողջ այն շենքերով գնում է։ Մի հատ շնորհքով չեն գալիս սարքեն, Ազիջան, 40 քանի տարվա շենք է։ Մի օր չեն փոխել, ոչ մի խողովակ։ Ջարդած այ մա որ մասնագետներ կանստե կտեսնեն։ Կպցրել են, կտրել են, ահա որ չգիտեմ ինչ անմխիթար վիճակ է, էլ բլոճ, էլ կռիս, ինչ ասես գալիս է։ Իսկ համար 64 շենքի բնակիչների բախտը հաճախ չէ որ բերում է։ Եթե կողքի շենքերում ջուրը հոսում կամ լցվում է նկուղ, այստեղ ջուրը լցվում է հենց շենք։ Վերջին դեպքը 1 ամիս առաջ էր եղել։ Ամբողջ խողովակները իրարից անջատվել էին, այդ ամբողջ 14 հարկի կոյուղու այդ կեղտաջուրն ու կեղտը միջանցքում առաջին հարկի լիֆտերի դիմաց այդպես կուտակված մնացել էր։ Բայց մաքրելն էլ օգուտ չի տալիս, ասում է շենքի բնակչուհին։ Այդ հոտը մնում է, ջուրն էլ էլի լցվում է ներս։ Եվ կրկին սկսվում է պատասխանատվության խաղը։ Վեոլիայից ասում են պատասխանատվությունը համայնքային իշխանության վրա է, թաղապետարանից պատասխանում են համատիրությունների։ Այդ հատվածը այդ շենքերի դիմացի մենք անցյալ տարի ամբողջությամբ այդ հատվածի գծերը փոխել ենք։ Այդտեղ համատիրությունը պետք է շենքի իր միացումները համատիրությունները կազմակերպի։ 10 տարուց ավելի շենքում ապրող բնակչուհին ասում է, համատիրությանն էլ են դիմել, պատասխան են լսել, ինչ անենք, սարքում ենք, չի սարքվում։ Բնակիչները հավատացած են, իրականում ոչ մի աշխատանք էլ չի կատարվում։ Իսկ մինչ պատասխանատուները լուծումը բարդում են միմյանց վրա, թաղամասի տակ շարունակում են պայթել արդեն մաշված ու անպիտան կոյուղատարները։ Համաճարակի ռիսկ ստեղծելով եւ վտանգելով ոչ միայն բնակիչների, այլ նաեւ հարակից դպրոցի աշակերտների առողջությունն ու կյանքը։ Սեդակ Յուրեղյան, Մհեր Դավթյան, Նոնա Գևորգյան, ABC Media։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պաշտոնական այցով այս պահին Պեկինում է։ Սա նրա առաջին այցն է Չինաստան 2017 թվականից ի վեր եւ տեղի է ունենում երկու գերտերությունների միջև լարված հարաբերությունների պայմաններում։ Վերջին տարիներին Վաշինգտոնը եւ Պեկինը գնացել են առևտրային հակասությունների խորացման ճանապարհով։ Մաքսատուրքեր, սահմանափակումներ, փոխադարձ մեղադրանքներ եւ այլն։ Բարձր մակարդակով նախատեսված բանակցություններից առաջ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին դիմել է ԱՄՆ ղեկավարությանը կոչ անելով Չինաստանի նախագահ Սի Ցզինփինի հետ քննարկումների ընթացքում անդրադառնալ նաև Ռուսաստանի պատերազմի դադարեցման հարցին։ Ուկրաինայի ղեկավարի խոսքով Պեկինի դիրքորոշումը կարող է ազդեցություն ունենալ հակամարտության ընթացքի վրա։ Ի դեպ,
Պեկին մեկնելուց առաջ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Չինաստանն ուժեղ է, բայց Ամերիկան ավելի ուժեղ է։ Մենք ռազմական առումով ավելի ուժեղ ենք, քան ցանկացած այլ երկիր, ասել է Թրամփը։ Անդրադառնալով Սի Ցզինփինի հետ հանդիպման հիմնական թեմաներին, Թրամփն ասել է, որ խոսելու են առևտրային հարաբերությունների մասին։ Նա ընդգծել է, որ Իրանի հարցը երկրորդական է եւ Վաշինգտոնը այդ ուղղությամբ հատուկ աջակցություն չի ակնկալում Չինաստանից։ Թրամփը նաեւ նշել է, որ Սի Ցզինփինի հետ ունի աշխատանքային լավ հարաբերություններ, ընդգծելով, որ կողմերը կարողանում են փոխըմբռնում գտնել նույնիսկ բարդ հարցերում։ Նրա խոսքով ԱՄՆ-ն վստահ է իր դիրքերում եւ պատրաստ է հասնել արդյունքի խաղաղ կամ այլ ճանապարհներով։ Իսկ Իսրայելը երկաթե գմբեթ հակահրթիռային պաշտպանության համակարգեր եւ սպասարկող անձնակազմ է ուղարկել Արաբական Միացյալ Էմիրություններ Իրանի հետ հնարավոր պատերազմի պայմաններում երկրի պաշտպանություն ուժեղացնելու համար, հայտարարել է Իսրայելում ԱՄՆ դեսպան Մայք Հաքաբին։ Այս ժամի լրահոսն այսքանն էր, շարունակեք հետևել մեր հրապարակումներին, վստահ եղեք, որ բաց չեք թողնի տեղական ու միջազգային ամենահրատապ նորությունները։ ABC լուրերի հաջորդ թողարկումը ժամը 21-ին է։ Հաջողություն։